Միասնական քննությունների մասնակիցների լարվածությունը պակասել է, համենայն դեպս այդպես է առաջին փուլի ժամանակ։ Քննական կենտրոնների մուտքի մոտ սպասող ու էկրաններից իրենց երեխաներին հետևող ծնողների էլ չես հանդիպի։ Դիմորդներն ու ծնողները այս փուլը ավելի շատ փորձնական են համարում։ Բու ընտրելուց եւ վերջնական քննություն տալուց 6 ամիս առաջ անցկացվող քննությունների արդյունքում կորցնելու ոչինչ չունեն։ Ստուգում են գիտելիքները երկրորդ փուլին ավելի պատրաստ լինելու համար ու ավելի բարձր միավորի ակնկալիքով։ Փորձ է տալիս ամառը վերջնական քննությունը հանձնելու համար։ Եթե հիմա չկարանամ հանձնեմ, դրական չի կնալական ես, հետո կարանամ կարգին հանձնեմ, նոր ընդունվեմ ինձ ինստիտուտը։ Ունենք հնարավորություն նաև հունվարին տալու քննություններ, նախ այդքան լարված չենք լինի արդեն, հետո արդեն փորձ կունենանք, կկարողանանք արդեն ունենալ մեր գնահատականը ու միգուցե նաև հունիսին քննություններ չտանք։ Դիմորդներից յուրաքանչյուրը իր համար շեմ է սահմանել, թե առաջին փուլում քանի միավորի դեպքում երկրորդ փուլին էլ չի մասնակցի։ Մեկի համար դա ընդամենը անցողիկ շեմն է, մյուսի համար առավելագույն 20 միավորը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ բաժին են ընտրելու եւ արդյոք այն մրցակցային է լինելու։ Անվճարի եմ ձգտում, բացի այդ ինքնուրույն գրած թեստերովս արդեն ունեմ մտքումս միավոր ու շատ կտխրեմ, եթե այդ միավորից ցածր ստանամ, որովհետև տխուր է, երբ որ չես կարողանում գիտեցածդ օգտագործել ու ճիշտ միավոր հավաքել։ Եթե անցողիկ բալը հավաքեմ, ինչքան ես մտադրություններ ունեմ լավ անցողիկ, այդքան հավաքեմ, բնական է երկրորդ անգամ չեմ տա։ Դե չհավաքեմ, կարողին կփորձեմ։ Ես երկրորդ չեմ ուզում։ Ինչքան պիտի հավաքես։ 20։ Վստահ ես։ Այո։ Բարձր արդյունքը հիմնականում կապված է մասնագիտության գրավչության հետ։ Ինչքան մասնագիտությունը պահանջարկ ունի, ինչքան ձգտումը բարձր միավոր ստանալու եւ մրցութային շեմը հաղթահարելու բնականաբար մեծ է։ Ըստ վիճակագրության ամենաշատ բարձր միավորներ գրանցվում են անգլերեն լեզվից։ Այս առարկան որերորդ տարին է առաջատարն է հայտագրած դիմորդների թվով։ Անգլերենն ու հայոց լեզուն շատ բաժինների համար ընտրանքային են։ Արդյունքում դիմորդները ընտրում են անգլերենը, որի հարցաշարերը շատ ավելի պարզ են ու հեշտ։ Մի քիչ ամոթով եմ ասում, անգլերենն է։ Իհարկե պայմանավորված է հիմնականում ծրագրի հեշտությամբ։ Անգլերենի շեմը հաղթահարելը շատ ավելի հեշտ է, քան հայոց լեզվի, անգլերենից բարձր միավոր հավաքելը շատ ավելի հեշտ է, քան հայոց լեզվից, բնականաբար դիմորդները այդ ամենը գիտեն եւ օգտվում են այդ հանգամանքից։ Անգլերենն ու հայոց լեզուն բազմաթիվ մասնագիտությունների գծով այլ ընտրանքային են, որը հնարավորություն է տալիս, որպեսզի դիմորդները իրենց ընտրությունը կատարեն։ Ես էլ լինեի հեշտ կընտրեի դժվարից։ Նույն հետաքրքրությունը դիմորդները չեն ցուցաբերում մեկ այլ օտարլեզվի՝ ռուսերենի նկատմամբ։ Ամբողջ Շիրակի մարզում ռուսերենից միասնական քննություն էր հանձնում ընդամենը 36 դիմորդ, բայց նրանք ամենևին էլ ռուսերենի բաժիններ չեն հայտագրելու։ Գերակշիռ մասը հայտագրելու է այնպիսի բաժիններ, որտեղ իրենց հայեցողությամբ մեկ օտար լեզու են հանձնելու եւ ընտրել են ռուսերենը։ Բաժնում ասված է, որ օտար լեզու է։ Ես էլ ընտրել եմ որպես օտար լեզու ռուսաց լեզու։ Քանի որ ռուսական դպրոցից եմ, ավելի հեշտ է ռուսաց լեզուն տալը։ Անգլերենը ավելի բարդ կստացվի, ռուսերենը ավելի ծանոթ է, դրա համար ռուսերենն եմ ընտրել։ Եթե անգլերենը 7000-ն է գերազանցում, ռուսերենը 500-ը չի կարող գերազանցել։ Ընդհանուր ամբողջ հանրապետությունում այս իրավիճակն է, այստեղ ուրիշ խնդիր կա, բացի ամեն ինչ, ռուսերենը շատ ավելի բարդ է, քան անգլերենը գիտեք եւ ավելի դժվար հաղթահարելի, այնուամենայնիվ մի քիչ մոդայիկության խնդիր էլ ունենք, որ այսօր անգլերեն սովորելը եւ անգլերեն իմանալը շատ ավելի այսպես ձգող քաշող է, քան ռուսերեն։ Փոքր-ինչ ավելացել է բնագիտական առարկաներ, մասնավորապես քիմիա եւ ֆիզիկա հայտագրող դիմորդների թիվը։ Պատճառն այն է, որ ֆիզիկայի եւ քիմիայի բաժիններում անվճար ընդունվելու պարագայում տղաներին բանակից տարկետում է տրվում, ինչն էլ մեծացրել է հետաքրքրությունն այս բաժինների նկատմամբ։ Շեշտակի աճ ենք ունեցել, օրինակ ռադիոֆիզիկա մասնագիտության գծով հիմա լուրջ մրցակցություն կա այդ տեղերի մասով, անվճար տեղերի եւ տարկետման տեղերի մասով շատ լուրջ մրցակցություն կա, այդպես է նաեւ պոլիտեխնիկական ճիշտ նկատեցիք կրթության մասնագիտական ծրագրերի մասով,
ճիշտ քաղաքականություն է եւ ցանկացած ճիշտ քաղաքականություն իր արդյունքը բնականաբար տալիս է։ Մանկավարժական մասնագիտությունների գծով որոշակի խնդիրներ ունենք, գիտեք, մի շարք մասնագիտություններ ոչ միայն հրապուրիչ չեն, այլ նաև սրտի ցավով մասում վանում են մեր շրջանավարտներին։ Բուհերում համապատասխան բաժինները հայտագրելու են մայիս ամսին։ Միասնական քննությունների առաջին փուլի պաշտոնական արդյունքները պարզ կլինեն յուրաքանչյուր քննությունից հետո 5-րդ օրը։ Անկախ ստացած միավորից դիմորդը իրավունք ունի երկրորդ փուլին եւս մասնակցելու։ Գնահատման ու թեստավորման կենտրոնը բուհերի ընդունելության ժամանակ հաշվի է առնելու այդ միավորներից ամենաբարձրը։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։